Այժմ վերցրեք ձեր հավաքածուի սպիտակ թելը և եկեք ստեղծենք մեր փոքրիկ խաղալիքի վերջին մասը, որն էլ սպիտակ փորիկն է։ Այս պահի դրությամբ դուք ունեք բոլոր հմտությունները հետևելու նմուշին և ստեղծելու այս մասը։ Սկսում ենք 6 անթել ամիգուրումի օղակից։ Իմիջիայլոց ամիգուրումի օղակ նաև կախարդական օղակ են կոչում։ Այնուհետև պատրաստում ենք 3 լրացուցիչ շրջաններ, այսինքն անում ենք առաջին 3 շրջաններին ինքնուրույն և վերադառնում ենք, երբ պատրաստենք 4-րդը, որը բաղկացած է 5 անթել հատից և 1 ավելացման հատից, ինչի արդյունքում ունենում ենք 21 հատ։ Հուսով եմ, որ այս պահին, այսինքն համարյա ուսուցման ավարտին, դուք արդեն սովորություն եք դարձրել ամեն շրջանի վերջում հաշվել հատերը։ Եթե 21-րդը ավարտեք, ապա կստանաք ընդհանուր 21 հատ։ Լավ, դուք ավարտեցիք ձեր կտորի հելունագործությունը և հիմա մնում է անել անտեսանելի ամրեցում, որը ձեզ համար արդեն ծանոթ է փափուկ խաղալիքի կտուցը միացնելու ժամանակ։ Քանի որ արդեն սովորել և փորձել եք այս տեխնիկան, ձեզ կարող ենք վստահ ավարտել բացարձակապես ինքնուրույն, ստեղծելով անտեսանելի հատ սպիտակ փորիկի եզրին։ Եթե ցանկանում եք հետևեք, ես էլ իմ հերթին ցույց կտամ ավարտը։ Հետևյալ ցուցումները վիդեոյի գրավոր տեքստի համար են, ոչ թե բանավոր։ Թելի պոչի երկարությունը թողեք 3 անգամ մեծ, քան ձեր կտորի տրամագիծն է։ Թելի պոչի ամբողջությամբ հանեք օղակից։ Հանեք ամրակը։ Թելը անցկացրեք ասեղի միջով։ Ամրակը հանելուց հետո մեր երկրորդ հատի տակով անցկացնում ենք մեր ասեղը, բռնելով V-ի 2 թևիկները։ Ձգեք V-ն, այնուհետև անցկացրեք այն սյունի տակով, որտեղից դուրս է գալիս մեր թելը։ Համոզվեք, որ ստացված կեղծ V-ն նույն չափի է, ինչ մնացած հատերը։ Չմոռանաք քաշել թելը կարգավորելու չափը։ Սա հիանալի է։ Դուք ավարտեցիք սպիտակ փորիկի պատրաստումը։ Հաջորդ քայլով կսովորենք, թե ինչպես ամրացնել կարել ձյունե պինգվինի մարմնին մեր փորիկը։